Ողջունի կողքինի տասափարք ասում այս հրաշալի օրվա համար քեզ համար Արամ եղբայր Տիգրան եղբայր քեզ համար մեկն ասում քեզ համար Հովիվ ջան լավ անում քեզ համար էլ Դավիթ ջան Դե ինչ մկրտվողներ ձեզ շնորհավորում ենք, ովքեր կողքերին են նստած, ձեռով կպեք ասեք փառք Աստծո քեզ համար, Աստված օրհնի քեզ, շնորհավորում ենք քեզ, դու դարձար ընտանիքի մի անբաժանելի մասը։ Եվ հրաշալի է, երբ որ դու քեզ զգում ես արդեն Աստծո տան մեջ օրհնված մի մարդ, որը արդեն անբաժանելի մասն է, դու մի մասնիկն ես դառնում եկեղեցու։ Որտև խոսքը ասում է, եթե հավատաս և մկրտվես, կունենաս կյանք հավիտյան։ Դա կարևոր բան է, եթե Տերն ասել է, ուրեմն դա շատ կարևոր է։ Ինչի մասին եմ խոսելու այսօր։ Ինչպես անցնել փորձություն։ Կարող եք գրել բոլոր տնային եկեղեցու ծառայողները, ովքեր խոսք պետք է ասեն, ինչպես անցնել փորձությունները։ Չիմանանք, թե որ մկրտվեցիր, ամեն ինչ պրծավ, ես արդեն ընկա, այն ոնց որ ասում է հոգևոր, այո, հիմա Աստված քեզ հետ է յուրահատուկ ձևով, որովհետև դու ուխտ արեցիր։ Եվ քո ընկերը, ում հետ ուխտ ես արել, նա հավատարիմ է։ Այդ չի նշանակում, որ դու հավատարիմ ես։ Նա հավատարիմ է։ Դու կարող ես սայթաքես, դու կարող ես ընկնես, դու կարող ես ընկնես շատ փորձությունների մեջ։ Բայց նա հավատարիմ է և քո կողքին է, որովհետև դու իր հետ ուխտ ես կապել։ Եվ ինչպես անցնել փորձությունները, ես քեզ և բոլոր մկրտվողներին, և բոլոր մկրտվածներին, ովքեր մկրտվել են և պիտի մկրտվեն, ուզում եմ ասել այդ մասին, որ կգան փորձություններ և ինչպես անցնենք այս փորձությունները։ Մեր կյանքի, պես գրել եմ մի որոշ բան, խնդրում եմ, եթե կարևոր բան ես գտնում, վերցրու ու գրի քեզ մոտ։ Մեր կյանքի ճանապարհը շատ հաճախ նման է լեռների, խոսերով, դաշտերի, միտեղ դաշտ է, հանգիստ ես գնում, մարգագետին է, շատ ուրախ ես, երջանիկ ես, մեկ է տեսնում ես մի հատ սար բարձրացավ քո առաջ ու պետք է անցնես։ Բայց կան նաև վտանգավոր, ոչ միայն ուղղակի փոսեր են, այլ նաև վտանգավոր ճանապարհներ, սուր ժայռեր։ Եվ այս ամեն ինչի մեջով հավատացյալը անցնում է։ Երբ մենք կանգնում ենք փորձության առաջ, այսօր մենք կխոսենք հենց այս փորձությունների մասին, ոչ թե միայն մեր մասին, ինչով ենք մենք անցնում, այլ այն, որ պետք է գա մեր կյանքում։ Ոչ թե նրա մասին, թե ինչպես փախնել, այս էլ չեմ ասելու, թե ինչպես խուսափես փորձություններից, այդպես բան չի լինի։ Փորձություններից չես կարող փախնել։ Փորձությունները պետք է ընդունես ու անցնես, ոչ թե խուսափել ու փախնել, այլ անցնել դրա միջով, թե ինչպես անցնել դրանց միջով, դառնալով ավելի ուժեղ, ավելի հասուն, ավելի խորը հավատ ունենալ և անցնել ամեն մարդկային փորձությունները, ոչ մի եսիմինչ փորձություն չի գա քո վրա կգա սովորական մարդկային փորձություն։ 3 մասից եմ խոսալու այս փորձությունների ժամանակ ինչպես վարվել։ Փորձությունը բացահայտում է մեր հավատը առ Աստված, ուրեմն գրեք առաջի տեղը։ Հակոբոս 1:2-4 Իմ եղբայրներ, համարեք թե մեծ ուրախություն է, երբ տարբեր փորձությունների մեջ եք ընկնում։ Ասում է ուրախացեք, երբ որ փորձության մեջ ես ընկնում։ Ասա, որ այդ անհամատեղելի բան է, ուրախությունն ու փորձությունը, փորձությունն ու ուրախությունն ու։ Փորձության մեջ է, խեղճը մի նեղության մեջ, մի հիվանդության մեջ է, բայց Աստծո խոսքը ասում է, ինչ արեք։ Շատ ուրախ ես, Դիանքուր ջան, հիմա փորձությունների դայմ է, պետքան էլ ուրախ չի։ Հիմա մարդը իր փորձությունն է հասնում։ Բայց Աստծո խոսքը ասում է, համարեք ուրախություն, ուրախացեք, երբ փորձության մեջ ես, որտեղ պետք է հիշես, որ այդ փորձության մեջ դու մենակ չես։
Ամեն մեկը թող իրան ասի, ես մենակ չեմ այս փորձության ժամանակ։ Իմանալով, որ ձեր հավատը եւ ձեր հավատի փորձությունը հաստատակամություն է ծնում։ Մեկ ուրիշ թարգմանությունում գրված է, ով է ասում, ապրես Տիգրան։ Այս թարգմանությունում գրած է հաստատակամությունը, ձեր հավատի փորձությունը, որովհետև ինչ որ գա, ձեր հավատի վրա է գալու փորձություն։ Ուրիշ բանի վրա չի, որ ձեր հավատը գողանա, որ ձեր հույսը գողանա, որ ձեր հավատը առ Աստված գա, չէ, էլ հրաշ չի լինում, իմ կյանքում էլ հրաշ չի լինի։ Չէ, չի ստացվի, ես այս վիճակից չեմ կարա դուրս գամ։ Ինչ եղավ, իր հավատը կորավ, իր հավատը գողացվեց, այս մարդը չի կարա։ Իր հույսը կդնի իր վրա, իր փողի վրա, փողը կկորի, ավտոյի վրա, ավտոն կխփի, տան վրա տունը կվառվի։ Միակ բանը, որ չի կարող ոչնչանալ, դա քո Աստվածն է։ Եվ ասում է, քո հավատի փորձությունը, վերեք, ինչ որ ասես Տիգրանը, ճիշտ թարգմանության մեջ գրված է, համբերատարություն է, ինչ անում, ծնում, հաստատակամություն եւ ել ավելի համբերատարություն է ծնում, թող իր կատարյալ գործերն անի եւ այդ համբերատարությունը իր կատարյալ գործը պետք է անի քո կյանքի մեջ։ Այսինքն, երբ որ անհամբեր էր, երբ որ լացում էր, երբ որ քեզ կոտորում էր, չես իմանում ում զանգես, ում ասես, օգնության ով հասնի, այդ նշանակում է ոչ համբերություն, ոչ հավատ, ոչ հույս։ Հույս չկա, հավատ չկա, չի իմանում որտեղից օգնությունը կգա, ոչ էլ համբերություն կա, բայց այս փորձությունն ասում է, քո մեջ համբերա, ինչ է սկսում, ինչ է ասում, մի հատ էլ ասա, էլի խնդրում եմ, դու ասա, ինչ է ասում Արմինը, չէ, տեսար ինչ ասեց, համբերա, ասա, էլի ճիշտ է ասա, ուր այդ բաժակը, մի հատ են բաժակը բարձացրու ժիրայր եղբայր, նայեք, սաղատ ժիրայրին, համբերությունը Արմինեի ասած այդ բաժակն է, ինքը ադնառազվի է, լցրու այդ բաժակը, ջուր լցրու, էլի լցրու, անչի բարձացեցի, թո թապի, ես կեզ ասել եմ բարձացրու, լցրու, թո թապի, հլտես, չի համբերում, տես մեզ չի համբերում, տեսակ ոնց է, հենց այդ տենց ալում, չի համբերում, իր համբերության բաժակը լցվում է, ես միշտ ասում եմ, հավատացյալի համբերության բաժակը ծակ է, տակից ծակ է, ինքը չի լցվում, ինքը համբերատար է դառնում, հավատքի փորձառությունը բերում է համբերատարություն, երկար կարողանում ես դու տանել այդ, հետո շարունակում ասավա, ձեր այդ համբերատարությունը թող կատարյալ գործ, քեզանից կատարյալ մարդ սարքի, անհամբեր եղբայրներ, ով ա եղել, որ շատ անհամբեր եղբայրը, հələ ձեր բարձրացնի, անկեղծ, ապրես Ռոման ջան, առաջին ինքը բարձր, մանվել եղբայրն ասում, ես իչև բայլ, գիտես ինչ կա, ամեն մի եղբայր, որ ձերը բարձրացրեց, իր անհամբերության պատճառով, չեմ ասի հարյուրավոր, հազարավոր վնասներ ա կրել, անձամբ գիտի, քույրերն էլ շատ լավ գիտեն, իրանց գլխին ինչ ա եկել, իրանց անհամբերատարության պատճառով, ահա ինչ ա կատարվում, երբ որ դու գալիս ես եկեղեցի և լսում ես քարոզ, և լսում ես Տիրոջ խոսքը, երբ քեզ Տերը սկսում է քեզ հետ կենդանանալ և կենդանի ձևով իր խոսքի միջոցով խոսել քեզ հետ, ասում է քո հավատքի գործը պտուղը լինելու է համբերատարությունը, կատարյալ, քեզանից կատարյալ մարդ է սարքում, Աստված կտրտում է քեզ տեղ ավելորդ բաները, քո ավելորդությունները, մեկ էլ դու ստեղից դուրս ես գալիս, մի ուրիշ մարդ, հիշեք, երբ որ դու դուրս ես գալիս եկեղեցուց, հաշվի դու դուրս ես գալիս
Վարսավիրանոցից, որտեղ քեզ մաքրել են, սրբել են, տես սիրուն սանրել են նայում ես, այ այս սենց չկա քեզի նման, դու ես աննման, բայց տենց չէիր էլի, որ եկել էիր, շատ անհամբեր էիր, բայց հիմա գնում ես համբերատար, ուրախ, հատես ինչքան ուրախ ալի անքուրը հիմա տես, սովորեց ինչպես ուրախանալ, և շարունակենք, թող իր կատարյալ գործը անի, որպեսզի դու կատարյալ և անբիծ լինես և ոչ մի բան պակաս չունենաս, ոչ մի բանի պակաս չունենաս։ Առաջին հայացքից այս խոսքերը թվում է անիրատեսելի, ով կարող է ուրախանալ, երբ այդ վիճակի մեջ է, բայց կյանքը դառնում է ծանր, դժվար, բայց հենց այստեղ, այս համարում մենք տեսնում ենք, որ Տերը գալիս է ու օգնում է։ Սա ոչ թե զգացմունքները, այլ ընտրության մասին է խոսքը։ Դու ընտրում ես լինել ուրախ, ընտրում ես լինել այդ րոպեին, այդ վայրկյանին համբերատար։ Խնդրում եմ այս խոսքը, երբ որ կասեք համբերող կամ համբերություն, միշտ օգտվեք այս մի բառից համբերատար, որ դու լինես համբերատար։ Կարողանաս տանես, համբերությամբ այդ մի քանի րոպեները տանես։ Այն օրը քույրերից մեկն ասում, Սևակ եղբայր, ես լավ լսել եմ քո քարոզները, շատ ուշադիր լսել եմ, ահագին բան եմ սովորել, որ դու ասում ես 1, 2 ականջիդ օղ կանես եւ 3, երբ որ քեզ ասել են, քեզ նեղացրել են, քեզ վիրավորել են, այդ 3 վայրկյանի 3 վայրկյան համբերատարություն։ 3 վայրկյան, եթե լեզուդ քեզ պահես, լեզուդ դուրս չգա քեզանից առաջ, չընկնի քո ոտերի տակ, դու շատ վնասներից զատ կլինես, դու շատ համբերատար կլինես։ Ուրեմն, սա ոչ թե զգացմունք է, այլ ընտրության մասին է։ Սա մեր տեսակետի փոփոխությունն է պահանջում, այո, քո տեսակետի փոփոխություն։ Մենք փորձառություն չենք դիտում որպես պատիժ կամ անեծք։ Եթե փորձանք է եկել, փորձառությունը անեծք չի, այլ որպես վարժություն, որտեղ դու վարժվում ես, լինես ավելի համբերատար։ Ինչպես մարզիկը, որ ուրախանում է եւ մարտահրավերներին գնում է պատրաստված, քանի որ գիտի, որ դրանք նրան կերտում են նոր ուժեղ մի մարդ։ Դառնալու ես այստեղից հետո, այս խոսքերից հետո ավելի ուժեղ, ավելի զորավոր, հենց նես չեն կարա գան քո վրայով գան գնան, կհասկանան, որ սա ավելի ուժեղ մարդ է, մինչև այդ ամեն փոքրիկ բանից մեկ է տեսար, տզզոցը դուրս էր գալիս, հիմա ավելի ուժեղ է, ավելի ամուր է և հոգևոր կայուն մարդ է։ Քանի որ գիտես, դրանք գալիս են քո կյանքում կերտելու մի նոր մարդու այնպիսի մեկին, որին հեշտ չի հաղթել։ Հավատացյալներս կարող ենք անցնել ամեն տեսակ փորձություն, ամեն դժվարություն, իմանալով, որ մեր Տերը մեզ հետ է ամեն ժամանակ։ Մեկը կասի ամեն։ Դրանք մեր հավատը կերտողներ են և զարգացնում են քեզ որպես փորձառու մեկի, որտեղ բացահայտում են քո ամուր հոգևոր լինելը։ Փորձառության մեջ մենք մենակ չենք, նորից եմ ասում ու հիշենք այս տեղը, մի հատ եմ կարդալու այս տեղը, հեսա գրեք խնդրում եմ այս, վերջում էլ նորից եմ կարդալու, որտեղ այս մեր քարոզի մեղն է լինելու։ Առաջի Կորինթացիս 10:13-ը։ Ձեզ չի պատահել այնպիսի փորձություն, որ մարդկանց ընդհանուր չլինի, բայց Աստված հավատարիմ է, նա չի թույլատրի, որ քո փորձությունների մեջ ընկնես ձեր կարողություններից ավելին, այլ փորձության հետ նա ելքնել է տալիս քեզ, որպեսզի կարողանաս դիմանալ։ Ուրեմն եթե մեկը կասի ես էլ չեմ դիմանում, իմացեք այդ մարդը սուտ է ասում, կամ էլ տեղյակ չի, որ Աստված տվել է քեզ այնքան, ինչքան որ կարող ես դու դիմանալ։ Այստեղ չի Սիրուշ մայրիկը, ես ձեզ պատմել եմ իր պատմությունը, դուք բոլորդ գիտեք, որ ես տեսա իրան լացելուց, ծառայությունը ընդհատեցի, իջա իր մոտ, աղոթեցի իր համար և ինքը ասեց, որ 18 տարեկան տղան քնեց և չարթնացավ։
Ես չգիտեի ինչ ասեմ։ Ես տենց փորձության մեջ չեմ ընկել։ Ես տենց փորձություն չեմ անցել։ Ես չգիտեմ ինչ ասեմ այդ պահին։ Ու Աստված այս խոսքերը հենց վարքյանական ինձ տվեց, որ դու անցել ես քո փորձությունը, քույրս։ Աստված քեզ տվել է այդ տեսակի փորձություն։ Ես կարողա չանցնեի, ես կարողա չկարողանայի անցնել, բայց եթե քեզ տվել է, դու կկարողանաս անցնես։ Աստված քեզ հետ է, Աստված կզորացնի քեզ։ Հասկանում ես, այդ խոսքերը, որ դուրս եկավ, եթե քեզ Տերը դու ասում ես, ես շատ ծանր փորձություն եմ անցել, ուրեմն դու կարող ես անցնել։ Դու հենց այդ փորձության մեջ կարող ես հանդիպել Հիսուսին։ Ես ուզում եմ մի պահ հիշենք Հոբին։ Ով է հիշում Հոբին։ Հիշում ես Հոբին։ Ինչ կատարվեց իր հետ։ Իր սաղ ընտանիքը կործանվեց։ Սաղ ընտանիքը։ Ինչ արեց Սատանան։ Սատանան եկավ ասեց. «Այ քո ես ծառան, այնքան փող ես տվել, այնքան հարստություն ես տվել, ասում տեսնում ես ոնց է ինձ պաշտում։ Ասում հələ փողը ձեռից առ, հարստությունը ձեռից առ, ընտանիք ես տվել, հələ այդ սաղար, տեսնամ քեզ կպաշտի»։ Ու ինչ արեց։ Սատանան փորձիչ, որի անունն է Փորձիչ, Սատանայի անունն է Փորձիչ։ Եկավ ու սկսեց փորձել, եկավ ու սկսեց հարվածել, եկավ ու գողացավ։ Ոչ թե Աստված խփեց Հոբին, այլ Սատանան եկավ գողացավ, որ տեսնա իր մեջ հավատք կա թե չէ։ Եվ տեսավ, որ Հոբը մինչև վերջ Աստծուն չհայհոյեց։ Մի փոքր բան, մի ստիս բան, մի փոքր փորձություն, ու մեկ էլ տեսնում ես բերանը շախա տալիս ամենավերջի անեծքներով Աստծուն, մարդուն, բոլորը մեղավոր են, չի կարողանում անցնի իր փորձությունը։ Հարազատս անցի քո փորձությունը, դաստոյնի անցի, ոնց է ռուսերեն, հայերեն ոնց է ալնում, ավելի արժանապատվորեն անցի, այո, արժանապատվորեն անցի քո փորձությունը Տիրոջ հետ միասին։ Հոբը անցավ ամենադաժան ձևով, բայց անցավ իր փորձությունը Տիրոջ հետ միասին։ Սա Աստծո խոստումն է, որ մեր ուժերից վեր մեզ փորձություն չի տալու։ Կենտրոնանանք հենց մեր ցավերի վրա, մեր դժվարությունների վրա։ Մեզ թվում է, թե մենք աշխարհում ամենադժբախտ մարդիկ ենք։ Փորձության մեջ գտնվող մարդը կարծում է, թե իրանից դժբախտ մարդ աշխարհում չկա։ Բայց Աստված եւ Աստվածաշունչը հիշեցնում է մեզ, որ երկու կարևոր ճշմարտությունները, այս որի մասին հեսա խոսամ, սա մարդկանց ընդհանուրին է պատահում, բոլորին, մենակ քեզ չի պատահում։ Հիշի, մենակ դու չես փորձության մեջ, բոլորը քո կողքինն էլ է փորձության մեջ։ Այն որ դու մտածես ինքը քեզ նեղացրել է, դու ես փորձության մեջ։ Նույն ձևով էլ ինքն է փորձության մեջ։ Նույն ձևով էլ ինքն է նեղության մեջ։ Նույն ձևով էլ ինքն է փորձվում, բայց դու ունես Աստված ի տարբերություն ուրիշին, ինքը չունի։ Եվ ես քեզ ասեմ, ինքը ավելի մեղք է, քան դու։ Դու ես մեղք իհարկե փորձում ես։ Բայց դու Աստված ունես։ Դու դուրս գալու ելք ունես։ Ու կասես մի հատ իրավիճակ, զոհի իրավիճակ, ես զոհ եմ։ Ինձ մոտ հաճախ որ մարդիկ գալիս են ու սկսում են պատմել, թե վերջը ինքը ինչ տեսակի զոհ է։ Տարբեր զոհեր գոյություն ունեն, ասենք այդ մի զոհը տեց։ Հիշում եք բանը Արաբայից որ պատմում էր հավի զոհը։ Ասում ես հավ եմ։ Ասում ինձ զոհը ինձ բորտեցի։ Հիշում եք, այտենց մարդը իրան զոհի տեղ է դնում։ Ինձ սենց արեցին, ինձ սենց արեցին, սենց արեցին ու զոհա։ Իրան մորթում են սաղորը, իրան վերջը։ Դա քո փորձությունն է, որի մեջով դու պիտի անցնես։ Ես չեմ կարող քո փորձությունը անցնել։ Քո փորձությունը անցնելու ես դու ու հաղթելու ես դու։ Ամեն։ Աստված սահմանափակ փորձություն է տալիս, չի տալու քո ուժերից վեր, որ դու ասես չեմ կարող։ Նա գիտի քո ուժերը, դիմադրողականությունը, սահմանները, նա չի թույլ տա, որ շատ ավելի փորձություն վերցնես քո վրա, որ կկարողանաս անցնել այդ փորձունից։ Ես եւ ամենակարևորը դա ելքնել է տալիս, նա տալիս է ելքնել, ձևնել է տալիս ոնց դուրս գաս այդ իրավիճակի մեջից, փորձությունից դուրս գաս։ Երբեմն այդ ելքը թվում է թե չի երևում, խնդիրները չի լուծվում, բայց իմացի դու այնքան ուժեղ ես, որ դու կարող ես անցնել այդ ամեն փորձություններով։
Իսկ երբեմն դրանց միջոցով անցնելով համբերություն ես ձեռք բերում եւ քո խնդիրները սկսում են լուծվել քո աղոթքներով եւ նրա խոսքերը իրականանում են քո կյանքում։ Փորձությունները պատրաստում են քեզ, կոփում են քեզ, օգնում են քեզ։ Երկրորդ Կորինթացիս 1:3-4-ը գրեք։ Օրհնյալ լինի Աստված, որ մխիթարում է մեզ մեր ամեն տառապանքների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն մի տառապանքի մեջ են, այն մխիթարությամբ, որով ինքը Աստված մխիթարում է մեզ։ Եվ այս շատ կարևոր տեղ է, ահա թե ինչի ես դու փորձվում։ Դու փորձվում ես, որ դու կարողանաս վաղ մյուսօր քո նման փորձության մեջ ընկած մարդուն օգնես։ Ասես հարազատս, ամուսնուդ հետ խնդիր էր, հլա արի տես իմ ամուսնու հետ ինչ խնդիր էր։ Ընկեր ջան, կնիկդ կյանքդ կերել էր, հլա արի ես պատմեմ իմ կյանքը ոնց էր ուտում։ Որ դու կարողանաս այս մարդուն օգնես, ինքը դուրս գա իր վիճակի մեջից։ Այդ նման է մի հատ մեքենայի, որ թաղվել է, չի կարողանում դուրս գա, ոնց է ռուսերեն ելնում, բուքսավատ, հայերեն, չգիտեմ, թաղվել է, վերջ, հա, բուքսավատ, հա, հայերեն ասма բուքսավատ, տեսնես Ղարաբաղցիք գիտեն հայերենը, ոնց ալդում։ Եվ դու գնում ես քո ավտոյով, կապում ես, բուքսիր ես կապում, էտա, և քաշում ես դուրս ես հանում իրան իրա ցեխի մեջից, և այդ մարդը ասում է, ինչ լավ էր քեզ հանդիպեցի, ինչ լավ էր քո հետ խոսացի, ինչ լավ էր որ դու կաս իմ կյանքում, ում հետ ա եղել այս բառերը, ում են ասել այդ բառերը, ձեռդ բարձրացրու որ տեսնան քեզ, ում հետ ես խոսել, ովքեր են եկել, ահա քո փորձությունը, դաժե Արտուրը ձեռ ա բարձրացրել, դաժե դու ես արդեն սկսել քարոզել, մալադյեց։ Տեսնում ես, ահա քո փորձառությունը, ահա քո փորձությունը ինչի է բերում հասցնում, բերում է, որ դու օգնել կարողանաս մեկ ուրիշին, արի մի անգամ էլ կարդանք այս խոսքերը Կորինթացիս 1:3-4, օրհնյալ լինի Աստված, բերեք ես ուրիշ բառեր ասեմ, էլի սրա փոխարեն, ճիշտ է, չի կարելի փոխել ոչ մի բառը, բայց ես իմ ձևով հասկանամ եւ սա չընդունեք Սուրբ գրային, թող ուրախանամ ես, օրհնյալ լինի Աստված, թող ուրախանամ ես, որ մխիթարություն է մեզ համար իմ տառապանքը։ Դժվար է ուրախանալ, այո, ասма ուրախացի, և ստեղ ասма օրհնյալ լինի Աստված, օրհնյալ լինի Աստված, որ մխիթարում է քո տառապանքի մեջ քեզ, ոչ ես, ոչ մեկը չի կարող քեզ մխիթարի քո տառապանքի մեջ։ Դրա համար պետք է տառապանքի մեջ շուռ գաս ու ասես օրհնյալ լինի իմ Աստված, որ մխիթարում է ինձ, իմ տառապանքի մեջ, ու ես քեզ ուզում եմ ասեմ, դու գտար քո Աստծուն։ Եթե դու կարող ես այդ բառերն ասել, դու գտար քո Աստծուն։ Եթե դու չես կարող ասել, դու Աստված չունես, կներես, դու չունես։ Աստված կա, բայց դու չունես։ Աստված կա, բայց դու չես գտել իրան։ Աստված կա, քո մոտ է, սպասում է, որ դու կարողանաս ասես, օրհնյալ լինի Աստված, իմ մոտ է, եւ ես գիտեմ, որ ինձ հանում է այս իրավիճակից։ Ամեն։ Օրհնյալ լինի Աստված, որ մխիթարում է մեզ ամեն մի տառապանքի մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն մի տառապանքի մեջ են, այն մխիթարությամբ, որով ինքը Աստված մխիթարում է մեզ, որպեսզի դու կարողանաս մխիթարել այն մյուսին, որը անցնում է այդ նույն տառապանքի մեջով։ Աստված ոչ մի ցավ չի թույլ տալիս, անօգուտ թույլ չի տալիս։ Ամենադժվար փորձությունը, որ դու անցնում ես, կարող է դառնալ օգնություն քեզ համար, քո կողքինների համար, մեկ ուրիշի համար, եւ դու անցնում ես վշտի միջով, դու սովորում ես, թե ինչպես հաղթել վիշտը, թե ինչպես բառեր գտնես, թե ինչպես բառերով մեկին մխիթարես։ Երբ որ անցնում ես ցավի, դառնության միջով, քո ծառայությունը դառնում է օգտակար գործիք մեկ ուրիշի համար, փորձության
Փորձությունը քեզ դարձնում է ավելի կարեկից, ավելի ընկալող, ավելի հասկացող։ Քանի երեխա չունենք, հեշտ էր ծնողին բան ասելը։ Այս էս չեք դաստիարակել մեզ, այս էս չեք արել, այս չեք արել։ Հենց երեխաներ ունեցանք, տեսանք ինչքան դժվար է դաստիարակել երեխան։ Քանի մենք չենք անցել փորձությունը, մենք չգիտենք իր ցավը։ Կուշտ ինչ գիտի, հենց տենց։ Քանի դու այդ փորձությունը չես անցել, դու չգիտես իր ցավը, բայց հենց որ անցավ, դու գիտես քո օրի մարդկանց վիճակը, քո նեղության մեջ եղող մարդկանց վիճակը դու գիտես եւ ուրիշ ոչ մեկը, միայն դու կարող ես գնալ իրան ասել մխիթարության խոսքերը եւ իրան քո հետ բերել եկեղեցի։ Ամեն։ Փոխիր տեսակետը, մի քանի կարևոր օգտակար խորհուրդ, 3 հատ բան եմ ասել, փոխիր քո մտածելակերպը, քո տեսակետը փորձության մասին։ Հենց այսօր սկսի որոշել ու հասկանալ այդ փորձությունը ուղարկել է ինձ, որ ես կարողանամ ստեղից համբերատար դուրս գալ։ Սա պատիժ չի, հիշիր, Աստված չի պատժում, այլ վարժեցնում է քեզ, որպեսզի ավելի ընտիր գտնվես եւ դառնում ես մի նոր աճող հոգեվոր հզոր մի մարդ, որ շատ հնարավորություններ ունի։ Երկրորդը, վստահել խոստմանը, հավատալ, որ Աստված քեզ մենակ չի թողնի։ Հիշիր, որ դու մենակ չես եւ Աստված քո ուժն է, քո կողքին է եւ ավելի ծանր վիճակում քեզ դուրս կհանի։ Փնտրիր նրան եւ ելքը անպայման կգտնես քո աղոթքների մեջ։ Աստծո խոստումը եկեղեցու համար, որ դու եկեղեցու մաս դառնալով իմացի, նա պաշտպանելու է իր եկեղեցին։ Եվ եթե դու դրա մեջ ես, դու պաշտպանության մեջ ես, եթե մեջ չես, գնա ինչ ուզում ես, ում ուզում ես հարցրու, ոնց ուզում ես, որտեղ ուզում ես մանարի քո փրկությունը, չես գտնի։ Օգտագործիր փորձառությունը, օգտագործիր օգնելու համար։ Մեկը կասի ամեն։ Օգտագործիր քո փորձությունը օգնելու, մարդկանց օգնելու համար։ Մի փակվիր քո ցավի մեջ, մի փակվիր, մի սարքի քո ցավը, էսին ցավն է, էսին վիճակն է, ես չեմ կարա, ես տառապում եմ, ես էփում եմ, ես եռում եմ այդ ցավի մեջ, մի փակվիր, այլ դուրս արի այդ ցավից, թող Աստված օգտագործի քո պատմությունը։ Կգա մի օր, որ ես կկանչեմ այստեղ Ռոմանին, ու Ռոմանը կպատմի իր վկայությունը։ Կգա մի օր, որ ես կկանչեմ այստեղ Վարդանին, Վարդանը կպատմի իր վկայությունը։ Կգա մի օր, որ ես կկանչեմ ամեն մեկիդ, եւ դուք կպատմեք ձեր վկայությունը։ Միգուցե այստեղ չկանչեմ, միգուցե դու գնաս ու թաքուն պատմես քո ընկերոջը, որ գիտի քո խնդիրները, գիտի քո ցավերը, գիտի քո խնդիրները ու ասի քեզ, այդ ոնց դուրս եկար, այդ ոնց արեցիր, այդ ինչ արեցիր, ու դու այնտեղ կպատմես քո հավատքի փորձառության մասին, թե ոնց Աստված, ում միջոցով Աստված քեզ դուրս հանեց։ Ու եկար, կպար եկեղեցուն ու դարձար իր մի մասը եւ ամեն անգամ ստեղ քեզ ջրում են, այդ ում են։ Զաթու ձեզ էլ նես մի հատ հովիվա տվե, որ էդ էլ չգիտի։ Ամենադժվար քայլերը հաճախ տանում են դեպի ամենագեղեցիկ տեսարանները։ Այո, հավատացեք, վստահեցեք եւ շարունակեք քայլել Տիրոջ հետ։ Ամեն։ Դեռ ժամանակ ունենք, չէ՞, մի փոքր էլ խոսամ։ Ասենց մի հատ պատմություն կա փորձառության մասին 34 դասընկերուհիներ սովորում են Պարսկաստանում հայկական դպրոցում եւ ավարտելով դպրոցը երիտասարդ աղջիկներ ավարտում են 10 տարեկան ավարտում են անցնում է 4 տարի այդ հայրը մոտենում է մեկին ասում է աղջիկ ջան, բա դու ոչ մի տղա, ոչ մի ուզող չկա, ոչ։ Ասում է բա ձեր դասարանցում ամուսնացել, արդեն 4 տարի անցել է, ասում է ոչ մեկը։
Զարմանում եմ, ասում եմ եւս մի տարի, 2 տարի, ասում եմ, աղջիկ ջան, վերջը ոչ մի ուզող, ոչ մի տղա։ Ինչ է։ Բայց ձեր դասարանից 34 հոգի աղջիկ եք։ Մեկը չի ամուսնացած, չէ։ Այս հայրը շատ անհանգստանում է, ասում է, լսի, բոլորը գեղեցիկ եք, բոլորը, այնպես չի որ անշնորհք եք, ես չգիտեմ, շոր չունեք, շատ գեղեցիկ երեխեք եք, բայց ինչի՞ չեք ամուսնանում դուք, դες բան չի եղել։ Մեր ժամանակում ասում եմ, դպրոց դաժե չավարտած, նոր ավարտած, շատերս ամուսնացել են, ոնց է անցել է 6 տարի, դուք ամուսնացած չեք, ինչ է կատարում։ Գալիս է հովվի մոտ հայրը ու հարցնում, ասում է, չեմ կարողանում հասկանալ, երեխեքը ավարտել են 6 տարի, ոչ մեկ չի ամուսնացել, ինչ է կատարվում։ Այս հովիվն ասում է, ուրեմն մի խնդիր կա իրանց դասարանում։ Ինչ որ մի բան արել են, ինչ որ մի փորձանքի մեջ են եղել կամ մեկին գցել են ինչ որ փորձանքի մեջ, գնա հարցրու։ Միգուցե ուսուցչի են նեղացրել, միգուցե դասընկերոջ են նեղացրել։ Գալիս ասում է, աղջիկ ջան, միգուցե դուք ինչ որ մեկին նեղացրել եք, ինչ որ մի հատ փորձություն եք սարքել մեկի գլխին, մի բան եք արել։ Ասում է, չէ, մենք շատ սիրով ենք եղել սաղս իրար հետ։ Հավաքում է բոլորին այդ հայրը, իրաց ծնողներն, ասում է, մի հատ եկեք խոստովանենք, այս հովիվս այս բանը ասել։ Կարող է ինչ որ մեկին նեղացրել ենք։ Մտածում են, ասում են, լսի, մի հատ դասընկերուհի էլ ունենք, մենք 35 հոգի ենք, բայց ինքը չէր խոսում ոչ մեկիս հետ։ Լավ չէր խոսում, թեր էր խոսում։ Բայց մենք իրան չենք նեղացրել, հաստատ ով է նեղացրել, ու տեսնում ենք, որ ոչ մեկ չի նեղացրել։ Հայրը ասում է, եկեք գնանք իրանց տուն։ Գնում են իրանց տուն, բացում է մայրը դուռը, աղջիկը։ Տեսնում է իր դասընկերուհիները եկել են իրան հյուր, զարմանում է։ Ասում են, այ քույրիկ ջան, կարող է մենք քեզ նեղացրել ենք, էլի, ես չգիտեմ, ախր։ Այս աղջիկը ասում է, իմ տուն չգաք։ Ես որ լավ չէի խոսում, դուք ճիշտ է, ինձ չէիք ծաղրում, ինձ չէիք ձեռարկում, բայց ինձ հետ չէիք խաղում։ Ես ամբողջ 12 տարին մենակ անցկացրել եմ։ Այդ իմ փորձությունն էր։ Ես գիտեի, որ դուք մի օր կգաք իմ տուն, իմ հետևից։ Եվ ես ձեզ ասում եմ, ես ձեզ չեմ ներում, գնացեք։ Այս սաղ մարդիկ գալիս են, հավաքվում են, ու տեսնում են, թե ինչքան ցավ են պատճառել 12 տարի այս երեխուն։ Գնում են հովվի մոտ, ասում են, ինչ անենք, մենք ասես փորձանքի մեջ ենք ընկել։ Մենք փորձանքի մեջ ենք գցել այս մարդուն 12 տարի, չենք էլ իմացել, գիտակցաբար չենք արել։ Ասում են, գիտեք, մինչև ինքը չամուսնանա, մինչև ինքը երջանիկ չլինի, դուք ոչ մեկ չեք ամուսնանում։ Ընկնում են երիտասարդ են ճարում, ընկնում են ծանոթացնում են, վերջը ամեն ինչ անում են, սարքում են, մի հատ տղա են ճար, այս աղջիկը սիրահարվում է։ Վերջը, արդեն ամուսնության այս պատրաստությունն են տեսնում, վերջում ասում է, որ գիտեք, այս մենք ենք էլի կազմակերպել, որ դու տենց ուրախ ես, ասում է, լավ, ես ձեզ հրավիրում եմ, եկեք հարսանիքից։ Սաղ դասընկերները, ընկերուհիները գալիս են հարսանիքին եւ ինքը շատ երջանիկ հարսի շորերով աշկերը բացվում է իրանից այդ դառնությունը փորձության դառնությունը մեր կյանքում կա փորձության այդ փորձանքի մեջ եղած այդ դառնության գնալը ու գալիս է ուրախությունը այդ դառնությունը Աստված բերում է ուրախության, լցնում է, ու իր ուրախ սիրտը ասում է, ես ձեզ ներում եմ։ Ասում է, չի անցնում 2 տարի, բոլորն ամուսնանում են։ Գիտես ինչ, տես որ քո լավը լինելով, քո բանով մեկ ուրիշին չգցես փորձության մեջ, դու սարքես փորձանք մեկի գլխին, հասկանում ես, ինչ եմ ուզում ասեմ ես, կարևոր պահը։ Մի փոքր բան էլ ասեմ, ծառայողներին Մարկոս 12:15 ովքեր որ մկրտված են Մարկոս 12 14 15 17 եւ նրանք եկան եւ ասեցին նրան
Վարդապետ, գիտենք, որ ճշմարիտ ես եւ ոչ ոքի հոգս չունես, որովհետեւ մարդկանց երեսպաշտություն չես անում, այլ Աստծուն ճանապարհ ես բացում, ճշմարտությունն ես քարոզում եւ սովորեցնում ես։ Արժան է, որ կայսրին հարկ տանք, թե չէ։ Թե չտանք, հարկը այդ բանն է, նալոգները։ Պատկերացնեք հիմա դուք ինձ հարցնեք, կարելի է նալոգ տանք, թե այսօրվանից չտանք։ Ես էլ ասեմ, չէ, մի տվեք։ Պատկերացնեք, չէ, մի 3 ամիս հետո ձեզ հետ ինչ կկատարվի։ Գազը կկտրեն, ջուրը կկտրեն։ Եվ Հիսուսը ասում է, ինչ եք ինձ փորձում։ Գիտեք ինչ կա, մարդիկ կգան քեզ կփորձեն։ Մարդիկ կգան քեզ հարցեր կտան, կփորձեն, տեսնան դու ինչ կանես, ոնց կանես։ Եվ ասում է, տվեք ինձ մի դահեկան։ Արժան չէ կայսրին հարկ տալ, թե չտանք։ Եվ նա էլ իմանալով նրանց կեղծավորությունը սրանց ասեց. ինչու եք փորձում ինձ, մի դահեկան բերեք ինձ, որ տեսնեմ, նրանք էլ բերեցին եւ ասեց նրանց. այսում պատկերն է։ Եվ ում գիրն է, նրանք էլ ասեցին նրան, կայսրին է։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրանց. կայսրինը տվեք կայսրին եւ Աստծունը տվեք Աստծուն։ Շատ-շատերը ձեզ կփորձեն հենց ֆինանսապես։ Ինչի Աստծունը տամ Աստծուն։ Նալոգը կտա, մարդը հանգիստ կգնա իր նալոգները կտա, որտեվ եթե չտա, իր հետևից կգա։ Բայց Աստծունը այդ էլ է փորձություն, որ մարդը շատ-շատերը չեն գալիս եկեղեցի հենց այս սրա համար, որտեվ էս էլ է փորձություն, կանցնեն, թե չեն անցնի։ Աստծուն կուզեն տան, կայսրինը ուզեն չուզեն կտան։ Մարդիկ ուզում են, որ կայսրին էլ չտան, Աստծուն էլ չտան։ Էս էլ է փորձություն։ Շատ-շատերի կյանքում Մարկոս 14:37 էլ բերեք կարդանք։ Եվ գալիս է գտնում է նրանց քնած։ Էս էլ է շատ բանտեղ, որ Տերը գալիս է տեսնում է աշակերտներին քնած եւ ասում է Պետրոսին. Սիմոն, քնած ես եւ չկարողացար 1 ժամ արթուն կենալ։ Արթուն կացեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Ինչա ասում, արթուն կացիր եւ աղոթք արա։ Մենք ինչ ենք անում, երբ ենք աղոթում։ Կարաք ասեք, երբ ենք աղոթում, Մելանքուր ջան։ Այնով ասեց, որ նեղության, փորձության մեջ ես։ Բարձացնի իր ձեռքերը, որ նեղության մեջ ու զանգում ասում է ինձ համար աղոթք արեք։ Սուտ եք ասում։ Հələ բարձացրեք ձեր ձեռքերը։ Անկեղծ բարձացրեք, ես տեսնեմ։ Նեղության մեջ զանգում եք ինձ, ասում եք կամ վերջա, նեղության մեջ աղոթ։ Այո, մենք այդտենց ենք։ Բոլոր ճշմարիտ խոսացողները ձեռ բարձացրեցին։ Այո, մենք նեղության մեջ ենք ընկնում, այդ ժամանակ էլ ինչ ենք անում։ Բայց երբ պիտի աղոթենք, դա Աստծո խոսքը ասում է, ամեն ժամանակ աղոթք արեք, որ ամեն նոր հասկացավ, հատես 10 տարի ես էլ ասեմ ու չի, ես կա փորձության մեջ, շատ լավ դեր։ Դեպիրեք մի հատ էլ կարդակ, դե որ չգիտեք ես կոդ է կարդար դուք լսեք։ Եվ գալիս է Պետրոսին եւ ասում է ընչեք քնել, ընչեք հոգեվոր քնել, պարտադիր չի խրխրած քնես, այլ հոգեվոր քնել անացի չի աղոթում, ինչ պարտադիր, հաց աղոթում չի աղոթում, նստում է ռույլին չի աղոթում, տնից դուրս է գալիս չի աղոթում, գալիս է կնգան տեսան փոխանակ ուրախ արա կին ունեմ, ավտո ունեմ, փառքաստուն, որ հաց ունեմ, հաց եմ ուտում, փառքաստուն, շնորհակալ եմ, հաց ունեմ, երեխեք ունեմ, փառքաստուն։ Տեսնում ես, շուր ես գալիս, տեսար քույրիկ ունեմ, փառքաստուն, վայ ամուսին ունեմ էնել, փառքաստուն։ Ամեն անգամ տեսնալուց աղոթք արա իրան, հետ տեսար, տես ինչքան աղոթք անես օրական։ Առավոտից աղոթքը կսկսի, գործ ունես, աղոթք ես անում, դիրեկտորը, փառքաստու դիրեկտոր ունեմ։ Ամեն ժամանակ աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, մարմինը տկար։ Հոգին ուզում է աղոթի, մարմինը չի ուզում։ Նայան, հերիկա։
Չաղոթի։ Եվ դրա համար ասում եմ, աղոթ չես անում, փորձության մեջ կընկնես։ Եվ մի տեղ էլ կարդամ, այսքանով կվերջացնենք, մի քիչ էլ դիմացեք։ Ղուկաս 8:13-21 մինչև դուք բացեք, ես մի բաժակ ջուր խմեմ։ Ղուկաս 8:13-21 Ապարաժի վրայի ընկածները, գիտեք չէ, սերմերն են, սերմնացանի սերմն է։ Աստծո խոսքն է, որ հիմա ես ցանում եմ ձեր սրտերի մեջ։ Մեկը ապարաժը, ես չեմ տեսնում, մեկը հողը։ Ապարաժի վրայի ընկածներն են նրանք են, ովքեր երբ որ լսում են խոսքը, ուրախությամբ ընդունում են, սակայն սրանք արմատ չունեն։ Միառժամանակ հավատում են, գալիս են, մի քիչ կգան, բայց փորձության ժամանակ ինչ կանեն, կհեռանան։ Կտեսնաս մարդիկ, որ կգան ստեղ կասեն, ձեր եկեղեցին ամենալավ եկեղեցի, էսենց եկեղեցի չկա, սենց եկեղեցի չեմ տեսել, սենց ինչ ասես կասեն, բայց հենց փորձությունը կգա, կասես ինչի՞ չես եկել, փորձության մեջ է, չի ուզում գա։ Փորձությունը կգա, կհեռանա, հասկանում ես։ Ոչ թե կգա, որ հաղթահարի, կհեռանա։ Եվ ապարաժի վրա ընկածները արմատ չունեն։ Նրանք, ովքեր բաց են թողնում խոսքի բաժինը, այսինքն չեն գալիս եկեղեցի, որ խոսքը լսեն, նրանք արմատ չեն ունենա ու չզարմանաս, որ մի որոշ ժամանակ կգան ու կհեռանան։ Նրանք արմատ չունեն։ Նրանք հաստատված չեն Հիսուս Քրիստոսի մեջ ու մի գեղեցիկ օր կվառվեն, փորձությունը կգա, չեն դիպանա, չեն կարող անցնել, որտեղ Հիսուս չունեն իրանց մեջ։ Եվ վերջի տեղը նորից Կորինթացիս 10:13-14 ձեզ ուրիշ փորձություն չի պատահի, բայց միայն մարդկային փորձությունը։ Ես կխնդրեմ, այդ վերջի երգը որն էր, որ երգեցիք դուք։ Որն է, Դավիթ։ Դրանից առաջ ձեզ ուրիշ փորձություն չի լինի, այլ միայն մարդկային փորձություններ։ Մարդկային փորձությունները կլինեն նրանք, որ հասարակ, սովորական, ամենօրյա փորձություններ են։ Դիմացի, անցի ես կյանքը, բան չմնաց ապրելու։ Շուտով գնալ եք Տիրոջ մոտ, անցիր այդ փորձությունները, համբերատարեղիր, աշխատիր, հետդ մեկին տանես։ Անցնես քո փորձությունը, հետդ էլ մեկին տանես, չտաս ավիրես։ Մանավանդ ամուսնական զույգերին եմ ուզում ասել, ասма երեք քույրական էր, շատ լավ քույրական ժամանակ են անցկացել, մանավանդ Անահիտը շատ հիացած էր, ասма, «Էս ինչ տեղ եմ ընկել, էս ինչ հրաշք է, չեք պատկերացնի, էս ինչքան լավ եմ զգում»։ Եվ Երանը կիսվեց, որ շատ լավ ազգում իր այտենց ու ասեմ, որ շատ ժամանակ ընտանեկան զույգերին է դա վերաբերվում, իհարկե այնտեղ երեք շատ լավ ուժեղ խոսք ու քարոզ են լսել, բայց ես էլ մի փոքրիկ բան կասեմ, երբեմն մի փուճուրիկ բանի պատճառով մարդ իր ընտանիքը քանդում է, այն պազլի մի հատիկի պատճառով, այս մի հատը ինձ չի հերիք, այս մի հատը ինձ չի հերիք։ Դրա պատճառով տալիս սաղ ավիրումը, այն 90% սաղ ավիրումը, այդ մի հատիկի պատճառով, հասկանում ես։ Իսկ այդ մի հատիկը քո համբերատարությունն է, քո փորձությունն է, քո նեղությունն է։ Հարազատս։ Իհարկե կան բաներ, որ Աստված թույլ չի տալիս ու ասում է, այս բանը անհնար է, հնարավոր չի, բայց կան բաներ, որ դու կարող ես հաղթահարել եւ մի փոքր բանի պատճառով չտաս ավիրես քո տունը, քո ամուսնու խաղաղությունը։ Խաղաղությունը ամուսնու քանդեցի, դու դժբախտ կլինես, շատ դժբախտ կլինես։ Նենց արա քո ամուսինը խաղաղ լինի, երջանիկ լինի, ուրախ լինի, գա քո տուն ուրախ, քեզ տեսնա ուրախ, դու տեսնաս ուրախ։ Ես շատ ուրախ եմ այն բոլոր քույրերի համար, որ նստած են իրենց ամուսինների կողքին ու միշտ իրենց կողքի դնելու, շատ ուրախ եմ իրենց համար։ Թող օրինակ լինի Մելան քույրը, Ռաֆիկ եղբայրը, թող օրինակ լինի Լիան քույրը։ Ես քեզ ասեմ, այո, Լիան չի կա,
գայանեն, թող օրինակ լինեն ձեզ համար։ Եղեք այդ օրինակները։ Գիտես դու ով ես իր կողքին։ Երբ որ տեսնաս ինչ-որ մի բան, մի մազա, ես չգիտեմ, մի սպիտակ թել է իր սև շորի վրա, այդ վերցնողը դու ես։ Դու ես կողքին, որ վերցնես, եթե քո համար մեկ է, հենա, բարձր դեղ արել։ Հասկանաս։ Դու ես այդ օգտականը, դու ես այդ կողքին եղողը, դու ես նրան բարձրացնողը, դու ես նրան գցողը։ Անցի քո փորձություն։ Անցի Տիրոջ հետ միասին։ Երբ ոտքի կանգնեք, ես ձեզ հանդիպեմ։ Կխնդրեմ, ովքեր սովորում են դպրոցում, չշտապեն։ Սեղան ենք ունենալու, կնստենք եւ բոլոր ծառայողները մնան ձեզ հետ կխոսել հետո։ Ովքեր իսկապես համարում են, որ իրանք անցնում են լուրջ փորձության մեջ, լուրջ նեղության մեջ եւ մենակ քեզ շատ դժվար է։ Եթե կուզես արի առաջ, ես քեզ համար կաղոթեմ այստեղ։ Եթե դու ես